Ես դա այսպես ասեմ, ես ծանոթ եմ ինչպես անվտանգության գործակալներին, ոչ ամբողջապես, որտեղ հնարավոր չի ծանոթանալ բոլորի հետ, ծանոթ եմ քրեական հետախուզության գործակալներին եւ գիտեմ նախկին BХՍ ծառայության գործակալների մի մասին։ Ես գործակալների մասին ձեզ ոչ մի տեղեկություն ասելու իրավունք չունեմ։ Ոչ բարոյական, ոչ էլ որպես նախկին պաշտոնյա։ Որտեղ համարում եմ ի տարբերություն մնացածների այն ворթերի, որոնց կանչում են որոշ դեսպանություններ եւ ուղղորդում են ասել որ գնացեք խոսացեք լուստրացիայի մասին, գնացեք որպեսզի տպեն գործակալների ցուցակները։ Առանց գործակալական աշխատանքի չկա պետություն։ Առանց գործակալական աշխատանքի չկա անվտանգություն։ Հիմա ես ձեր հարցն եմ պատասխանում։ KGB-ի գործակալ է եղել, դրանից մենք ունենք եւ մի քանի առասոց ծառայում է KGB-ին։ Աստվածտա տենց էլ էր KGB-ին ծառայեր։ Բայց ես ներողություն ավարտեմ միտքս։ Ես չեմ կարող նման հայտարարություն անել։ Ես ինքս ծանոթ չեմ նրա գործակալական կյանքին։ Ոչինչ ասել չեմ կարող։ Ավելին ասեմ, ինձ թվում է, որ Սերժ Սարգսյանի գործակալ լինելու մասին այս խոսակցությունները ընդհանրապես դա դեզինֆորմացիա է, բայց ես չեմ մտածում, որ մենք պետք է Սերժ Սարգսյանին վարկաբեկենք այդ դեզինֆորմացիայով, որ նա Ադրբեջանի գործակալ է եղել։ Ես դա հեվիրանք եմ համարում, անկեղծ եմ ձեզ ասում, անկեղծ ասում եմ սա, լրիվ անկեղծ։ Նույնիսկ ինձ պսևդոնիմին ասում, որտեղից է պսևդոնիմը հայտնի իրանց Էդ էլ կեղծանու, էդ էլ չեմ կարող ասել, բայց կարող եմ ասել։ Ընդհանրապես նման բան կարող է անի մեր բարեկամ երկիրը, որը գտնվում է արևելքում մեզանից, Ադրբեջանը։ Այնպես որ չեմ համարում նա գործակալ է։ Բայց որ նա հերն անեցել է իմ երկրի, որ նա հավաքել է տախմարագույն մարդկանց, որ այդ տխմարներով իմ երկիրը կործանում է, որ իմ երեխան ավելի վատ է ապրում, քան թե հաջորդ օրը ես դա կարող եմ ասել ու ապացուցել։ Ինչ վերաբերում է Ստեփան Մարտիրոսյանի, այնտեղ հոդվածում կա վերլուծության մեջ, որ նա իր 9.5 տարի ստացած կալանքը փոխարինեց KGB-ի գործակալներին հանձնելով Միացյալ Նահանգների իշխանություններին։ Ես կարող եմ ուղղակի ենթադրել այդ տողերից, որը հետո դարձավ FBI-ի գործակալ, իր ամերիկացի ընկերոջ հետ միասին։